Եվ այսպես ԿՊ-ին հնարավոր է արգելել մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, հարգելի հեռուստադիտողներ, կարող է, չէ, այնպիսի մի իրողություն ձևավորվի, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը արգելեն մասնակցել գալիք տարի սպասվող խորհրդարանական ընտրություններին։ Ինչու ենք մենք այս գնահատականը տալիս, ուրեմն տեսեք, ինչպես հայտնի է, այս օրերին ազգային ժողովում բյուջետային լսումներն են եւ ի թիվս այլնի այսօր ազգային ժողովում էր նաեւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավար Մարիամ Գալստյանը, ով ի թիվս այլնի նշեց, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրելու է քաղաքական ուժերի, կուսակցությունների հաշվետվությունները, այն հաշվետվությունները, որոնք իրենց գնահատմամբ ինչ որ բաներ այնտեղ իրար չեն համապատասխանում, այսինքն ֆինանսական հաշվետվությունը չի համապատասխանում իրողությանը, եւ այստեղ է որ մեր մոտ կարող է տրամաբանական հարց առաջանալ, այսինքն մենք նախ տրամաբանորեն կարող ենք հասկանալ, որ եթե հետազոտություն իրականացվի հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից եւ բարձի, որ այս կամ այն կուսակցության ֆինանսական հաշվետվություններում որոշակի անճշտություններ կան, այդ կուսակցություններին հնարավոր է փորձեն դուրս թողնել քաղաքական գործընթացներից։ Բայց ինչ ենք մենք հիշում դեռ 2022 թվականից։ Հիշում եք մի շարք լրագրողական հետաքննություններ տեղի ունեցան եւ պարզվեց, որ օրինակ 2022 թվականին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ֆինանսավորած 140 բարերարներից 135-ը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ էին։ Լրատվամիջոցներից, եթե չեմ սխալվում, Civilnet-ը նաև հետաքննություններ անցկացրել, զանգահարել էր առանձին այդ այսպես կոչված բարերարներին եւ պարզվել էր, որ դրանցից 15-ը ընդհանրապես նույնիսկ տեղյակ էլ չեն եղել, որ իրենք ինչ որ նվիրատվություն են կատարել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, այստեղ է որ տրամաբանական հարց է առաջանում։ Իսկ միգուցե իսկապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության արգելվի մասնակցել ընտրություններին, բայց սա իդեալական ժողովրդավարական բաստիոնում կլիներ։ Եթե Նիկոլ Փաշինյանը իսկապես դավաներ ժողովրդավարական արժեքներ, այդ պարագայում հնարավոր է ԿՊ-ին կամ իր դուստր կուսակցությանը արգելեին մասնակցել ընտրությունների, բայց քանի որ մենք ապրում ենք իրական Հայաստանում, բոլորիս համար էլ պարզ է, որ իրականում Մարիամ Գալստյանը կյանքի է կոչում Նիկոլ Փաշինյանի կողմից ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած հրահանգը։ Հիշում եք վերջերս կառավարության հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ որոշ կուսակցությունների գործողությունները այնքան էլ թափանցիկ չեն, պետք է ստուգել այդ կուսակցությունների թափանցիկությունը, հասկանալ ընդհանրապես իրենք ինչով են զբաղվում, հնարավոր է դրանք ընդհանրապես կոնսպիրոլոգիայով զբաղվող կառույցներ են, դե թող գնան կոնսպիրոլոգիայով զբաղվեն, այլ ոչ թե զբաղվեն քաղաքականությամբ, դե Մարիամ Գալստյանը հենց դա էլ անում է, հող են նախապատրաստում որոշակի քաղաքական ուժերին թույլ չտալ մասնակցել ընտրություններին։ Տեսեք, այստեղ նաև տրամաբանական մենք կարող ենք հետևյալ եզրահանգման գալ, ըստ ամենայնի Նիկոլ Փաշինյանի արտաքին գործընկերները Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից, Եվրոպայից, Թուրքիայից, Ադրբեջանից հասկանում են մի պարզ բան, իշխանության վարկանիշը եւ ԿՊ-ի վարկանիշը ոչ թե պարզապես գահավիժում է, այլ իր արդեն հասել է կրիտիկական մակարդակի։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ոչ թե հույսը դնել ընտրությունների վրա, այլ հույսը դնել ռեպրեսիվ ապարատը աշխատեցնելու վրա, պետք է հույսը դնել վարչական ռեսուրսների վրա։ Իմիջիայլոց այստեղ ընդհանրապես նաև պատահական չէ վերջին օրերի այս տրամաբանությունը Նիկոլ Փաշինյանի եւ մեր այլ պաշտոնյաների հանդիպումների, տեսեք, եւ Փաշինյանը, եւ Արարատ Միրզոյանը հանդիպում են մոլդովացի իրենց գործընկերների հետ։ Ինչու ենք Մոլդովան առանձնացնում, որովհետև ընդամենը մի քանի ամսվա ընթացքում մեր աչքերի առաջ այնտեղ տեղի ունեցան թե նախագահական ընտրությունները եւ թե խորհրդարանական ընտրությունները, եւ մենք տեսանք թե ինչ կարգի խախտումներ էին, վարչական ռեսուրսի ինչ կիրառումներ էր կատարվում Մոլդովայում, կուսակցություններ կային, առանձին քաղաքական գործիչներ կային, որոնց պարզապես թույլ չէին տալիս մասնակցել ընտրությունների, եւ վերջում ստացվեց այն, որ Մայա Սանդուն եւ իր կուսակցությունը թեկուզ եւ դժվարությամբ, բայց օգտագործելով վարչական ռեսուրսները վերարտադրեցին իրենց իշխանությունը։ Ըստ ամենայնի այս հանդիպումները մոլդովացի գործընկերների հետ նաև որոշակի առումով սիմվոլիկ բնույթ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը ներկայացնող այդ գունապնակի տարբեր ներկայացուցիչներին փաստացի քաղաքական մեսեջ են ուղղում առայն, որ մոլդովական սցենարը Հայաստանում կյանքի է կոչվել, այսինքն իշխանությունները փորձել են անել ամեն ինչ, որպեսզի իրենց հակառակորդները նույնիսկ եզրագծին չհասնեն, այսպես ասած եզրափակիչ դուրս չգան, չմասնակցեն խորհրդարանական ընտրություններին։ Հարգելի հեռուստադիտողներ, նաև ինքներս մեզ հետ պետք է անկեղծ լինենք։ Անսպասելի էին այս զարգացումները։ Իհարկե ոչ։
Հատկապես այս ամենը պարզ պետք է դառնալ օգոստոսի 8-ից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը փորձում էր համոզել, հրամցներ, որ մենք արդեն ստացել ենք խաղաղություն, օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթուղթ կա, բայց սոցիոլոգիական հարցումները ինչ են ասում, որ տարբեր ընկերությունների կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումներ, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի աճը սահմանափակվում է ընդամենը 3%-ով, դա էլ սովորաբար այդ հարցումների անճշտության տոկոսն է կազմում, այսինքն հնարավոր է նույնիսկ աճ ոչ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, ոչ ԿՊ-ի վարկանիշը օգոստոսի 8-ի դեպքերից հետո չի գրանցել, հետևաբար իրենք պետք է փորձեն հնարավոր բոլոր խնդիրները ստեղծել ընդդիմադիր քաղաքական ուժերի համար։ Դա ինչ է նշանակում, ընդդիմությունը չի մասնակցելու ընտրություններին, իհարկե մասնակցելու է, ճիշտ է, փորձելու են հնարավոր բոլոր ճանապարհները փակել, բայց դա գլոբալ առումով շատ բան չի փոխելու, որովհետև վստահաբար կարելի է գտնել եւ ֆորմատներ, եւ քաղաքական ուժեր, եւ ձևաչափեր, որոնցով կարելի է մասնակցել ընտրությունների, կարելի է արտերկրից ներգրավել տարբեր լրատվամիջոցների, տարբեր փորձագետների, տարբեր կազմակերպությունների, որոնք վերահսկում են ընտրական գործընթացը, դա էլ որոշակի առումով թույլ կտա լեգիտիմություն արտաքին հաղորդել ընդդիմության գործողություններին, բայց այստեղ կա եւս մի կարևոր դրվագ, որ Նիկոլ Փաշինյանը ըստ ամենայնի սրա վերաբերյալ ինքը թյուրն բռնում ունի։ Տեսեք, հարգելի հեռուստադիտողներ, բոլորս էլ ապրում ենք Հայաստանում, բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ է կատարվել Հայաստանում վերջին տարիներին։ Պայմանականորեն 2018 թվականի ընտրությունների ժամանակ, եթե Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի պես մի 10 քաղաքական ուժ մասնակցեին կամ Ռոբերտ Քոչարյանը այն ժամանակ եւս մասնակցել ընտրությունների, Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն կարիք չէր ունենալու դիմեր վարչական ռեսուրսի կիրառմանը կամ այլ գործիքների կիրառմանը, որոնք իրեն ոչ մրցակցային ֆորա կտային, բայց իրողությունը կայանում է հետեւյալում. ընդդիմության վարկանիշի աճը, ընդդիմության հնարավորությունների աճը վերցնել իշխանությունը Նիկոլ Փաշինյանից պայմանավորված է ոչ թե նրանով, որ Հայաստանում ինչ-որ 5-րդ շարասյուն է գործում, այլ որ հասարակության դժգոհության մակարդակը բարձրանում է։ Նիկոլ Փաշինյանը խնդիրները իր մեջ պետք է տեսնի, բայց այստեղ եւս մի կարևոր նրբերանգ կա։ Ճիշտ է, բոլոր հնարավոր ջանքերը գործադրվելու է ընդդիմությանը թույլ չտալու մասնակցել ընտրություններին կամ ընտրություններում հաղթանակ գրանցել, բայց դա իր հերթին ունի իր լուծումը, որի մասին օրերս ասել էր նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախահեղափոխական իրավիճակ պետք է ձևավորվի Հայաստանում, որպեսզի իշխանությունները իմանան, որ եթե իրենք գնան մի ճանապարհով, որով ընդդիմությանը կզրկեն ինստիտուցիոնալ ճանապարհներով քաղաքական փոփոխություններ իրականացնելու հնարավորություններից, երկրում կարող է ստեղծվել հեղափոխական իրավիճակ, ինչը առաջին հերթին չի բխում հենց իշխանությունների շահերից։ Մտածեք այդ մասին։